Իրանը ստացել է կործանարար հարվածներ, ենթակառուցվածքներ են հսկայական ոչնչացրել։ 10 պահանջները, որոնք իրենք ներկայացրել են, որպես նախապայման։ Եղած մարտահրավերների համատեքստում հասարակության համար անհրաժեշտ են փոփոխություններ։ Ինչի պետքա գնալ Իսլամաբադ բանակցեն եւ ոչ Երևանում։ Չի լինի, քանդվի մեր տնտեսությունը։ Եթե մենք ԵՄ-ի անդամակցենք կամ այդ process-ի Հայաստան-Ռուսաստան չվերթները կդադարեն։ Եկեք ընդունենք այն ելակետը, որ Ռուսաստանից կա վտանգ։ Բա ոնց ասում է մեր դաշնակիցն է ու պատերազմ կանի մեր։ Ուրեմն սուտ եք ասում որ մեր դաշնակիցն է։ Եթե ինչ-որ մի բան քննադատում ես Պուտինիզմը, քեզ այդ համակարգի մի մասն ես դիտարկում։ Այսինքն իրանք ոչ թե ընդդիմադիր են Հայաստանում այսօրվա իշխանությանը, այլ Ռուսաստանի ընդդիմադիրները просто ստեղ են ապրում։ Ես հայաստանցի եմ, քյարթու, բանգլադեշցի եմ, ռուսկի մի հետ կապ չունեմ։ Ասում է հերս որ վախտին ասում էր չէի լսում, ասում է ինչ էր ասում, ասում է դե չէի լսում։ Ընկերներ ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը, ասենք քիչ եթերներից է, որ զգուշանում ենք որևէ դատողություն անել, որովհետև րոպե աշխարհում ինչ-որ իրավիճակ է փոխվում, եւ ես նախաբանից զգուշակում եք, որ խոսելու ենք Իրանի մասին, մասնավորապես Իրան-ԱՄՆ-Իսրայել ձեռք բերված երկշաբաթյա խախուտ եւ փխրուն հրադադարի մասին, հրադադարի ռեժիմը կա, որոշակի խախտումներով կողմերը տարբեր բաներ են հայտարարում Թրամփը ամերիկյան հաղթանակի մասին է խոսում Իրանից արդեն հասցրել են հայտարարել որ իրանք են փառապանց հաղթանակ տարել բայց իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է քան մենք կարող ենք պատկերացնել ու հրադադարի ռեժիմը շատ փխրուն է եւ ամեն պահ կարող է փլուզվել նույնիսկ այն պահին երբ որ այս մեր ոդքասթը գնա եթեր եւ խնդիրը շատ պարզ է, կողմերը էլ ավելի սկսել են իրար չվստահել, առաջ էլ չէին վստահում։ Իսկ հիմա ընդհանրապես չեն վստահում։ Մյուս խնդիրը այն է, որ Իրանում իշխանությունը կենտրոնացել է շատ ավելի ռազմատենչ, շատ ավելի ծայրահեղ ընկալումներով մարդկանց ձեռքին։ Այդ նույն Ալի Խամենեին որին միջազգային տերորիստ էին չէ անվանում, մոլագար, իսլամիստ եւ այլն, շատ զգուշավոր էր, շատ հանդարտ տեղնեղած իրավիճակում, նաեւ դիվանագիտական կեսվածքով, առաջին հարվածից խուսափող, բայց հիմա շատ Իրանում մեծացել է Պահապանների կորպուսի ազդեցությունը եւ նոր սպանվածների փոխարեն նոր ավելի ագրեսիվ կադրեր են եկել եւ այդտեղ մեծ ազդեցություն ունեն այդ միջավայրում մարդիկ, որոնք չեն հավատում խաղաղությանը, չեն հավատում, չեն վստահում Իսրայելին եւ ԱՄՆ-ին։ Հրադադար, բայց 3 հասարակություններում ծառանում է ամենակարևոր հարցադրումը, թե ինչա լինելու հետո։ Սա ինձ թվում է հարցերի հարցն է, որովհետեւ մենք հիմա չենք կարող միանգամից ասել, որ պատերազմը չի շարունակվելու, նոր հարձակումներ չեն լինելու, որովհետև ակնհայտ է, կներեք, եթե մի քիչ երկար ստացվեց, որևէ կողմի հաղթանակի մասին չեն կարող խոսել։ Իրանը ստացել է կործանարար հարվածներ, ենթակառուցվածքներ են հսկայական ոչնչացրել, ահռելի թվով մարդիկ են զոհվել, տնտեսական լրջագույն կորուստներ, բայց նաև Միացյալ Նահանգները իր առաջադրած կետրից որևէ մեկը կյանքի չի կոչել, ռեժիմը չի տապալվել, նրանք կարծում են կամ չգիտեմ միամտաբար թե այդպես ուղղակի ներկայացնում են որ Վենեսուելայի կամ Սիրիայի փորձառությունը կարող է այստեղ կիրառվել, բայց ռեժիմը կա, հրթիռային ծրագիրը Իրանի կա, պատերազմի հենց վերջին օրերին նոր սերնդի հրթիռներին արձակում, ուրանի հարստացման հարցը ելի մնում է բաց, եւ այս ամենի հետ զուգահեռ, եթե առաջ Իրանը փոխզսպման որպես գործիք կիրառում էր ուրանի հարստացումը, այդ հիմնախնդիրը, հիմա փաստորեն այս կոնֆլիկտի համատեքստում մի հայտ եկավ էլ ավելի պատկառելի եւ ազդեցիկ փոխզսպման եւ ճնշման գործիք, որն է Հորմուզի նեղուցը։ Այսինքն ակնհայտ է, որ հենց Հորմուզի նեղուցի փակ լինելը եւ դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա ստիպեց Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին ետքալ կատարել եւ Իրանը փաստորեն իր համար ձեռք բերեց կամ մեր համար
պարզ դարձավ, որ այդ գործիքը կա, ձեռք բերեց ճնշման շատ մեծ գործիք, որը ապագայում էլ արդյունավետ կերպով կիրառվելու եւ դրա լուծումը չկա։ Շատ հետաքրքիր սկիզբ էր, ես կարծում եմ։ Ես ուզում եմ պատմել այն իրադարձության մասին, որ մենակ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը կամ James David Vance-ը մեկնաբանեց Իրանի 10 պահանջները եւ ասաց մենք մեր տպավորությամբ ChatGPT-ով են այս 10 պահանջները պատրաստվել, թե հիմա trolling անում, թե չեմ կիսակես կատակ ինչ որ ուզում ասի լուրջ չենք վերաբերվում այս 10 պահանջներին, բայց հրադադարի հայտարարման պահին Իրանի անվտանգության խորհուրդը հրապարակեց 10 պահանջները, որոնք իրենք ներկայացրել են որպես նախապայման հրադադարի։ Ես ուզում եմ ընթերցել, ուրեմն հրաժարվել ագրեսիայից, պահպանել Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, արդեն 3 հայտարարել են, որ օրը 15 նավ են թողնելու որ անցնի, ճանաչել ուրանի հարստացման իրենց իրավունքը, որ իրանք հարստացնելու են ուրանը։ Խաղաղ ուրանի։ Հա, չեն ասում ատոմային ռումբ ենք ստեղծելու։ Վերացնել բոլոր առաջնային պատժամիջոցները, վերացնել բոլոր երկրորդային պատժամիջոցները, անվտանգության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը դադարեցնել, դա սանկցիաներ են կիրառվել անվտանգության խորհրդի բանաձևերով։ Որ կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերը դադարեցնել, տարբեր սանկցիաների բաներ են սրանք, փաթեթներ են, վճարել փոխհատուցում Իրանին, դուրս բերել ԱՄՆ մարտական ուժերը տարածաշրջանից, այսինքն չեմ, Արաբական Միացյալ Էմիրություններից, Քաթարից, Քուվեյթից, Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Հորդանանից, հանել ասում եմ։ Դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, ինչա՞ սա կարևոր։ Որտեվ սիրելի հայրենակիցներ, հրադադարի հայտարարման հաջորդ օրը Իսրայելը լայնամասշտաբ ծավալուն ռմբակոծության է ենթարկել Լիբանանի այն հատվածը, որը սահմանակից է իրենց եւ իրենց պլանը շարունակում են իրականացնել, հայտարարել էին, որ 300,000 մարդ պետք է իր տուն ու տեղը թողա գնա տեղից, ըստ որոշ տվյալների 1 միլիոն մարդ տնա զուրկ է դառնում եւ ուղղակի հողին են հավասարացնում բնակավայրերը այդ տարածաշրջանում եւ Իսրայելը ասում է ես իմ սահմանը մի քիչ առաջ եմ բերում, տենց բուֆեր եմ պատրաստում, մտել է, տենց աշխարհի ոչ մի երկիր ոչ մի բան չի կարողանում ասել կամ անել։ Կամ լավ ասում են, որ դատապարտում են բան եվրոպացիք։ Չէ՞, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ բան, ոչ մի բան չկա, ասում տենց 600,000 մարդ գնացեք ստեղից։ Ու տենց մտել է կոտորելով գնում է։ Եվ Իրանը պնդում է, որ օրինակ եղել է 3 ազգային ժողովի նախագահի Իրանի պարլամենտի, լավ ասենց ասեմ, նախագահ, մեջլիսի նախագահ Ալի Բաֆի հայտարարությունը, որ նախապայմանների մեջ հրադադարի մտնում է Լիբանանի նկատմամբ հարձակումների դադարեցումը եւ սա խախտում է եւ այն կարող է ունենալ հետևանքներ եւ Միացյալ Նահանգներից պահանջում են ապահովել։ Իսրայելում բավականին ընդդիմադիր գործիչներ քննադատում են Նեթանյահուին, պնդելով, որ նա փլուզում է Թրամփի կողմից ձեռք բերված փխրուն խաղաղությունը։ Միացյալ Նահանգներում քննադատում են Թրամփին, որ նա չի կարողանում պահել Իսրայելին այս հարձակումներից եւ պնդում են, որ Նեթանյահուն սաբոտաժ է անում խաղաղության հրադադարը պահպանման առումով եւ ավելին նաեւ տեղի ունենում մի բան, որ շատ շատերը նաեւ պնդում են, որ այս հրադադարապարտությունն է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի եւ այն կարող է ունենալ երկարաժամկետ ազդեցություն աշխարհի հեգեմոն երկրի նկատմամբ, որ նա չկարողացավ մի հատ Հորմուզի նեղուց բացել, գնաց զիջումների համաշխարհային տնտեսության չկործանման կամ այդ այն վտանգները, որ ունեն դրա տակ, նաև հիմա նաև հայտարարություն կա, որ Իրանի եւ Ռուսաստանի նավթի նկատմամբ թուլացվելու են սանկցիաները, շարունակելու է թուլացումը սանկցիաների, որովհետև Միացյալ Նահանգներում բենզալցակայաններում շարունակում է բենզինը բարձր գին ունենալ, դիզելը, բենզինը։ Եվ պետք է այդ գինը նվազեցնել մինչև նոյեմբեր, որ Տրամպը կարողանա կոնգրեսում եւ սենատում պահպանել մեծամասնությունը, որը ըստ բոլոր ուսումնասիրությունների որտեղ չի կարողանում պահպանել։ Եվ այս բոլոր տեղի ունեցող process-ները տեղի ունենում ընդառաջ ֆիզիկական առաջին հանդիպման, որը սպասվում է այսօր, ամսի 10-ին, եւ մենք չգիտենք հիմա, սիրելիներ, դեռ Կարպիսը, երբ որ եթերը բացեց, ասում է մենք չգիտենք ինչա, ամեն րոպե բանա փոխվում, կարող հանդիպումը տեղի ունենա,
կարող է տեղի չունենա, դե Պակիստանն է եղել միջնորդը եւ նաեւ մամուլում միջազգային կար, որ ոնց դարձավ ընդհանրապես աշխարհին անհայտ մի մարդ, Պակիստանի գլխավոր շտաբի պետը դարձավ համաշխարհային դերակատար, որ նրա միջնորդությամբ ա եղել, ճիշտ է, Պակիստանի վարչապետի անունը Շարիֆի անունը ֆիքսվում է, բայց այդ Ֆիլդ Մարշալի անունը շատ բան է։ Հիմա տեսնենք ինչ է, այսինքն վերջին հաջողեց հրադադարը կարող է պահպանվել, թե ոչ, որովհետեւ նաև Վենսը պնդում է, որ տարընթերցումներ կան, տարբեր ձևերով են կողմերն ընկալում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բնականաբար Թրամփը նաև պոզիտիվ հայտարարություն է արել, որ Մերձավոր Արևելքի համար կարող է գալ ոսկյա դարաշրջան, Իսրայելը, Իրանը եւ տարածաշրջանի բոլոր երկրները խաղաղ ապրեն, հարստանան, այդ հարստությունից բոլոր սանկցիաներից ազատվի Իրանի Իսլամական Հանրապետությունը, ամեն ինչ եթե լավ աշխատի, այդ ամբողջ գումարը դնի վերականգնվի ինքը, մարդիկ լավ ապրեն, իրանական հզոր great people of Իրանը լավ ապրեն, ասած սաղ լավը լինի, բան դες մարդիկ դες շփթում են, որ ինչքան բանա, չէ, ասենք միամտություն կա մի կողմից, չէ, մյուս կողմից այդ հույսերը, մյուս կողմից այդ վտանգները, որ արդյոք այս հրադադարը կարող է պահպանվել, եւ մյուս կողմից գալիս ենք Հայաստան, որ ինչ որ տենց իրար բոմբ սարքելու մասին քննարկումներ են Հայաստանում ընթանում, բան տենց вообще նефтеми, հա, вообще թեմայի մեջ չի Հայաստան, դրանպես նստապարությունա, որ մենք բանն ենք, չգիտեմ ինչ ասեմ, Բելգիան ենք, տենց բարձրացել Իրանը հազարավոր կիլոմետրերով էզանից հեռու է, մենք իշկապ ունենք, տենց Ընդ որում ես ասեմ սահմանը փակեր եւ բավականին Հայաստանից ընթացքում տուժել է եւ կտուժեր։ Պարմարական, գիտեք, տեսա վիճակը։ Հորմուզի նեղուցը իհարկե կարելի էր ուժով բացել, բայց ովքեր որ հիմա Թրամփի վարչակազմին դրա մեջ քննադատում են, պետք է հասկանան, որ դա իրագործելու համար հազարավոր զոհեր պետք է լինեին։ Եվ հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում, տենց ակցիաները ինքնազոհության չեն ընկալվում։ 19-րդ դարում կընկալվեն, ես այդ որ քննադատության մասին խոսեցի, հիշեցի թե ոնց է բացվել Նապոլեոնի ճանապարհը դեպի Մադրիդ։ Հենց հիմա հիշեցի, այսինքն նեղ կիրճով պետքա անցնեին, այդ նեղ կիրճում հակառակորդի զինվորներն են, զինված, բանը հրետանիով սպառազի մոտ ով անցնի հրետանին կտոր անելու եւ գտնվում են գվարդիայից հատկապես որտեղ մեծ թիվ էին կազմում լեհերը եւ իրենց կյանքի գնով գնում են այդ կրակի տակ զոհվում են որ մնացած զորքը կարողանա գա անցնել եւ հարվածել դեպի Մադրիդ անող ճանապարհը բացվի հիմա գտնվեին տենց գվարդիականներ լեհ որ կգնային իրենց կյանքի գնով կբացեին Հորմուզի նեղուցը Դժվար թե, որովհետև Իրանը աշխարհագրական, իրապես աշխարհագրական։ Դա կարող տասնյակ հազարավոր զոհերի հանգեցներ։ Հա, աշխարհագրական դիրքը այնպեսին է Իրանի, որ իրապես խնդրեմ կարող է առաջացնել բոլոր իր վրա հարձակվող երկրների վրա եւ այդ հայտարարությունները իզուր չեն, որ ասում մենք մի ուղերձ ունենք ամերիկյան զինվորին, ինչքան կարող ես մոտ արի։ Այսինքն այդ վտանգը, այդ զոհերի շատ մեծ էր եւ նաեւ ես կարծում եմ Թրամփը այս որոշմանը եկավ եւ այդ նյարդային այդ հայտարարությունները որ անում էր զատկական օրը նաեւ դրա հետ էր կապված որ իր այդ միսիան որ ուղարկեց որ փրկեն են զինվորներին որոնք որ խոցված ռմբակոծիչներից կարողացել էին հայտնվել ցամաքային որևէ հատվածում հա այդտեղ էլ խնդիրներ ունեցան, այսինքն իրանք պնդում են որ իրենք ոչնչացրեցին իրենց ինքնաթիռները, իրանցիք պնդում են որ չէ, իրենք են սպանել, ոչնչացրել։ Պարմարական, բայց այստեղ իշխանները հիմա իրար բոմբ, չգիտեմ ինչ անվանեն։ Եզրակացությունը շատ հստակ է։ Մերձավոր Արևելքում անվտանգային փխրուն ճարտարապետությունը ոչ թե ճաքեր տվեց, այլ փլվում է։ Փլվում է, այդ փլուզումը մենք տեսնում ենք։ Եվ այդ համատեքստում լուրջ խնդիրներ ունեն նաև 3 պատերազմող երկրների ռեժիմները։ Այո։ Թրամփն լուրջ խնդիրների առաջ կանգնելու անդադ խոսում են իմպիչմենտի մասին։ Նեթանյահուն Իսրայելում լուրջ խնդիրներ ուներ նաև պատերազմից առաջ։ Այո, ուներ։ Եվ շատ-շատերը նաև այս վարկածն են առաջ քաշում, որ պատերազմի հրահրումը կապված է նաև իր խնդիրների հետ Իսրայելի ներսում, իրավական խնդիրների առաջ է կանգնած։ Լուրջ խնդիրներ ունեն նաև Իսլամական Հանրապետության իշխանությունները, այաթոլաները, մենք չգիտենք ուրա
Մոջթաբա Խամենեին, տարբեր կարծիքներ կան։ Մի կարծիքի համաձայն բուժվում է Մոսկվայում, մյուս կարծիքի համաձայն Ղոմում է, Իրանի գլխավոր սրբավայրում բուժվում։ Երրորդ կարծիքն էլ կա, որ նա անգործունյա իրավիճակում Թրամփը պնդում էր, որ նա այնպեսի առողջական վիճակում է, Եվ չի կարող բան որոշել մասնակցել։ Հիմա մեծ հաշվով կարող ենք ասել, որ Իրանում չկա, երբեք չի եղել, բայց հիմա առավել քան ակնհայտ է, որ ինչ-որ չկա միակենտրոն իշխանություն, կոալիցիոն է, եւ ստեղ էլ մեծացել է Պահապանների կորպուսի ազդեցությունը, ինչը այդքան էլ վատ չի, այդքան էլ լավ չի, որովհետեւ ակնհայտ է մտածող շրջանակների համար, որ պատերազմի նաեւ պատերազմից առաջ եղած մարտահրավերների համատեքստում հասարակության համար անհրաժեշտ են փոփոխություններ։ Հիմա այդ փոփոխությունները բերող մարդիկ չեն նկատվում եւ ընդհակառակը նկատվում են մարդիկ, որոնք պատրաստ են շարունակել ռեպրեսիաները։ Եվ սա խնդրեմը նաեւ այդ 10 առաջարկները, որ Իրանը ներկայացրել է, դրանք իհարկե շատ լղոզված են, համընդգրկուն, առավելապաշտական, բայց այդ առավելապաշտության մեջ կան նաեւ իրականությանը մոտ առաջարկներ, դա հայտնի մարտավարությունն է, որ լիքը անհնար բաներ ես առաջարկում, մերժվելով գալիս է, հասնում ես մի կետի, որ նորմալ է, եւ ինչ-որ մի փուլում կարող են հասնել պատժամիջոցների աստիճանական հանմանը, ոչ այն համատեքստում ինչ որ կար 2015 թվականին, իհարկե այդ պատժամիջոցները մի կամ երկու օրում չեն դուրս գալու։ Դրանք տասնամյակներով են կուտակվել եւ ժամանակ իհարկե կպահանջվի, որովհետեւ այդ պատժամիջոցները ամենաարդյունավետ լուծումը կլինեն իրանական տնտեսությունը վերականգնելու համար, իսկ տնտեսությունը պետք է վերականգնել, որովհետեւ ենթակառուցվածքները բաները ոչնչացված են, բայց այդտեղ մոտ ուրիշ խնդրեմ կա, այս անդադար Պահապանների կորպուսի մասին եմ խոսում։ Պետք է հասկանալ ինչի համար եմ էլի սա ասում։ Հիմա Իրանում Հասան Ռոհանիի իշխանությունը չի։ Հասան Ռոհանիի կառավարությունում լիքը տնտեսագիտության դոկտորներ կային, որոնք կրթություն էին ստացել Միացյալ Նահանգներում։ Այս կառավարության մեջ այդպես մարդիկ չկան։ Չէ, զենսորս կառավարության մեջ ֆիզիկայով առաջին տեղ օլիմպիադա հանգած մարդիկ են։ Կան, բայց տնտեսությունը վերականգնող մարդիկ ոնց որ այդքան շատ չեն։ Եվ հիմա պետք են մարդիկ, որոնք կվերականգնեն տնտեսությունը։ Ինչևից է երեք իշխանություններն էլ վտանգի տակ են։ Ընդհանրապես Թրամփի կարիերայի, Թրամփի քաղաքական, չգիտեմ, վարկանիշի համար շատ կործանարար հարված է պատերազմը։ Թրամփի տրիումֆը ոնց որ կանգնեցվեց այս բանով։ Ինքը այլ լոզունգներով էր եկել եւ այս ամեն ինչը փաստորեն այս իրանական պատերազմը ջուր լցրեց, նաեւ կասկածի տակ դրեց նրա հարավ-կովկասյան քաղաքականությունը լրջորեն։ Օրինակ, այդ դրանից է ուզում մենք սկսենք խոսել, օրինակ ինչով է կասկածի տակ դրվել, այդ մասը բացենք, էլի, օրինակ հիմա TRIP-ի մասով բոլորը սպասում էին, որ պետք է հիմա ամերիկյան ներդրումներ լինեն Հայաստանի եւ Իրանի սահմանի վրա, որտեղով Միջանցք պետք է լիներ, Պրինց Ադրբեջանի ուզած ինչալն։ Մարդիկ ինչ ամերիկյան ներդրում էին սպասում, այնքան հետաքրքիր է, այդքան որ ասում ամերիկյան ներդրում, ամերիկյան կորպորացիա պետք է լինի, այդ կորպորացիան 74%-ի սեփականատերն է։ Անդրոմ գիտես չէ, որ ինքը իրավունք ունի իր մասնաբաժինը վաճառելու, ասենք, կարա թուրքերին վաճառի, չգիտեմ ում վաճառի, դա չէ, խառ բան է։ Մարքեթները ես չեմ տեսնում սահմանափակումների այդ մասով, բայց լավ ամեն դեպքում։ Շատ կնեղանակ որ ասեմ, թուրքական ծրագիր էր։ Չէ, չեմ նեղանա, բայց ուզում ասեմ հիպոթետիկ, ինքը դարձել է այդ հիպոթետիկ բան։ Վերջը ինչ ալ լինելու է հիմա այդտեղ։ Դե իր իշխանությունը ստացել է ծանր հարված, հիմա դրա մասին իրանք չեն էլ հիշում։ Իսկապես դրա մասին իրանք չեն հիշում, դա իրենց համար առաջնահերթություն չի, Մերձավոր Արևելքը փլուզված վիճակում է, ինչ նկատի ունեմ, շատ կոնկրետ ասենք։ Կա նաև հարաբերությունների վերանայման խնդիր Մերձավոր Արևելյան դաշնակիցների հետ։ Եվ հիմա ամեն անգամ, երբ որ Մերձավոր Արևելքի մասին խոսք գնա, երբ որ հանդիպումներ լինեն Էմիրատների, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Քաթարի ներկայացուցիչների հետ, թիմը խնդիրը լինելու անվտանգության հարցը։ Շատ լրջակույն։ Դա ինքն ինչ որ հիմա կատարվում է Էմիրություններում, ծոցի այլ երկրներում էգզիստենցիալ խնդիրներ առաջացան, որովհետև այդ
ջրամաքրման կայանները, այսինքն դրանք որ հարվածվում են, մարդու կենսական ապրելու հնարավորությունները սահմանափակվում են։ Բան է փոխվել ռեգիոնում, շատ մեծ բան է փոխվել, բաներ են փոխվել։ Ակտիվացել է նաև Ռուսաստանը դրա հետ կապված եւ ասում եմ որ տարածաշրջանում խաթարվել է հարյուրամյակներ շարունակ կառուցված հավասարակշռման մեխանիզմները խաթարվել են։ Նկատի ունես Թուրքմենչայի պայմանագրի վեր, դրանք շարունակում են դրա մասին ակնարկներ են անում։ Եվ չգիտեմ հիմա որքանով է խելամիտ շեշտը դնել կամ տենց մեծ ակնկալիքներ ունենալ ամերիկյան այս ներկայացվածությունից, որը կարող է սրել իրավիճակը կամ ընդհանրապես գիտեք ոնց սրի, ոչ թե ամերիկացիներ լինելով սրի իրավիճակը, այլ իրանց կեսվոց տեղ լինելով հանգեցնի լուրջ ճգնաժամի, որտեղ իրանք հիմա կեսվոտով ստեղ չեն, լրիվ ստեղ չեն։ Այդ շատ հասկանալի է, բայց հիմա օրինակ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կամ պահվածքը այս իրավիճակում ինչը պետք է լինի։ Ինչ պետք է անի Հայաստանը։ Տրիփ հետ կապված։ Չէ, տարածաշրջանային է հակամարտության։ Հայաստանը պետք է սպասի, պարոն Մարուկյան։ Միանգամից չբոբիկանա եւ նետվի թուրք-ադրբեջանական լճակը։ Մտածական։ Դա արդեն նետված վիճակ է։ Գիտես ինչ է անդադ մտածում։ Օրինակ, ինչի Հայաստանը, ասեմ մենք լինեինք կառավարության մեջ, ես կառաջարկեի, որ մենք օրինակ առաջարկեինք բանակցային պլատֆորմ։ Բայց ինչի պետք է գնալ Իսլամաբադ բանակցային եւ ոչ Երևանում։ Ամբիցիա է, չէ՞, ինչ որ ամբիցիա ես դնում, ու այդ ամբիցիան փորձում ես բավարարել։ Օրինակ դե Թրամփի հետ լավ ենք, չէ՞, ասենք։ Հա։ Դե խաղաղության խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանն է, այ։ Մենք այդքան չկանք, հա։ Հայաստանը խաղաղության խորհրդի անդամ է, չէ՞։ Եվ պատերազմ է մեր հարևան երկրում։ Եվ ակնհայտ էր որ Միացյալ Նահանգները եզեր էր փնտրում, որ ոնց անի որ մենք հրադադար ստանա, որտեվ եւս վիճակը խայտարակ վիճակ։ Եվ հրադադարը ստանում է, ասենք, Պակիստանի գլխավոր շտաբի պետի բանակցությունների միջոցով եւ վարչապետի Պակիստանի։ Դրանք Հայաստանի վարչապետը հրապարակային Twitter-ում առաջարկում է Թրամփին, թագանում էլի Թրամփին եւ ասենք Իրանի ղեկավարությանը, ասում է ես պատրաստ եմ։ Բա որ ասեն դու ով ես։ Նայ դժվար ասեին դու ով ես, բայց հարցն է որ դու այդ արդյոք դու այդ ամբիցիան դնում ես քո առաջ թե չէ։ Դες Հայաստանը ժամանակին օրինակ վարչապետը ամբիցիա է դրել որ 5 միլիոն պետք է մենք դառնանք, որ մեր ֆուտբոլի հավաքականը պետք է բանը ինչը պետք է հաղթեր մեր միլիոն աշխարհի Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ գոնե հասնի։ Աշխարհում ինչքան բանկա պետք է հաղթեր մեր հավաքականը, հա։ Եվ ուզում եմ ասեմ այդ ամբիցիան մենք տենց է չունենք։ Օրինակ Ալիևը շատ տեղերում տենց գիտե խոթում է, ինչ որ բան ասում, բան ինչ որ ասում է մենք բան, այո, եւ այլն, ինչ որ sense բաներ։ Հայաստանում էս չկա էս մոտեցումը, անգամ որ հոգեոր առաջնորդին սպանեցին, մեր իշխանությունը այնքան սպասեց, մինչև Ալիևը գնաց հավաքցի, sense գրավոր ձեռագիր, նոր մեր ինչ որ պաշտոնական հաղորդագրություն եղավ, որ մենք էլ ենք ցավակցում, բան, ինչ որ sense։ Ուզում եմ ասեմ, այսինքն ինքնիշխան է Կարպիս։ Այն է, որ ինքը ամբիցիա դնում իր առաջ, ինչ որ բան է ասում։ Ապա չէ՞ առաջարկի համար չէին հարցակվելու Հայաստանի վրա։ Հա կարող է լավ իրաց մեջ ասեին դուք ով եք որ ասեք։ Բայց ամբիցիա է։ Տարածաշրջանը հայտարարել եք բանա։ Խաղաղության խաշմերուկ եք կառուցում, խաշմերուկը վառվում է, ասենք, դժոխք է դարը խաշմերուկում, բայց չեք առաջարկում այդ ինչ որ մի բան։ Չեք ասում մենք օրինակ որպես հարևան եղբայրական ազգ տարբերակը, ասենք արևմտյան էս մեր ինտեգրացիայի ֆոնին։ Բելարուսը պարբերաբար հա Տրամպին է բերել ենք բան, էս ճանապարհ, ասենք առաջարկում ենք մենք նստենք խոսանք, լավ ամութ անեմ այդ դաթարացենք, ինչ որ մի բան։ Չէ, եղբայր, չկանք, ինքնիշխանը դա է։ Ինքնիշխանը նա է, որ ինքը իր մասին մտածում է, որ ինքը կարա ինչ որ բան, դա ինքնիշխան է։ Ոչ թե ինքնիշխանը նա է, որ նա է Ալիևն ինչ ասում ինքը այդ անի։ Ինքնիշխանը նա չի, որ նա է մտա նա Էրդողանը ինչ է մտածում ինքը, նա Էրդողանը մտածում որ Արադլերը չպետք է լինի օրինակ մեր զինանշանի վրա, ինչ եմ ասում մտածում է։ Չի ասե այտենց բան։ Ֆիքսի, մտածում է։ Նիկոլ Փաշինյանը նայում է, ինչա մտածում է Էրդողան, ինքը դա անում է։ Էս են իրանք։ Հիմա կասեն բանից մտակ Հորմուզի նեղուցից մտակ եկակ Հանրապետության հրապարակում դուրս եկան, բայց Ժորժ ջան, հələ նայեք ինչա կատարվում աշխարհում ու նայեք մեր ղեկավարության դեմքերին։ Այս մարդկանցն է նայեք։ Այս մարդիկ, ասենք,
8 տարվա մեջ ցույց են տվել, որ կենսունակ չեն երկիրը կառավարելու եւ ճգնաժամերի ժամանակ որևէ դերակատարություն ստանձնելու, որևէ բան անելու։ Մեր սահմանը փակված է, խնդիր ունենք։ Եվ հետարքիր բան ասեմ։ Հարավոցյան ես ստացել եմ մեսեջ, որից ուզում եմ խոսենք։ Մարդը խնդրել է, որ ես չհրապարակեմ իր անունը։ Մի մարդա, արի չհրապարակենք։ Okay, հա։ Հելա մենակ ինձ ասեք։ Չէ, մեսեջը միացնում եմ լսենք։ Ինչ հետարքիր մեր հայրենակիցների համար այսօր հաղորդումը մի քիչ ավելի ենք հետարքրական դարձնում։ Խնդրեմ։ Ինձ անծանոթ մարդա քաղաքացի է։ Բարև ձեզ, պարոն Մալքյան, կներեք զանգում եմ, ուղղակի արդեն զայութ չափ չկա էլի, մենք միշտ Ռուսաստանից գերներով էլեկտրական ապրանքներ ենք ներկրում, ու ոչ մի խոչընդոտ, ոչ մի խնդիր մենք չենք ունեցել, խոսքը վերաբերում է տրանսֆորմատորային ենթակայաններ եւ այլն։ Ու հիմի արդեն մի 15 օր է, հիմնական պատճառը երևի այդ հանդիպումն է, առանց պատճառի ֆորը հետ տվեցին, փաստաթղթերը նորմալ, միշտ ինչ փաստաթղթերը որ մենք բերել ենք, նույն փաստաթղթերը նաև հիմի հետ տվեցին։ Բացի մերը կա Ղազախստանից եկած մեքենաներ, Վլադիկավկազում կանգնած ու անից Բելարուսիայից։ Արդեն մեր վրա սկսեցինք զգալ այդ իշխանության, ոնց ասեմ, ապիկար քաղաքականությունը չեն հասկանում ինչ արին ու հերթով լամ մենք։ Ու կսկսվի ավելի մեծ մասշտաբները։ Չգիտեմ, ես սա ոնց պիտի շարունակենք։ Հրապարակայնացնելը անպայման համաձայն է, իհարկե անունը չտալով։ Հիմի տեսեք ինչ պայմաններ են դրել։ Դե անպայման Ռուսաստանի առևտրի նախարարությունը թույլտվություն տա, որ բանը մինչև 3200 կվա տրանսֆորմատորները թույլատրվի ներմուծել Հայաստան։ Առանց իրաց թույլտվության ոչ մի տրանսֆորմատոր էլ չեն թողում։ Դե բնական է պահանջարկը ավելի փոքր հզորության տրանսֆորմատորներ են Հայաստանում։ Մեծերն եթե ներ են կրում թույլատրվում է մենակ առանց տրանսֆորմատորային յուղի։ Այսինքն եթե բերում առանց տրանսֆորմատորային յուղի, դա մետաղի կտոր է։ Հայաստանի տրանսֆորմատորային յուղ չկա ու հավանականա չի լինի, եթե լինի բնականա կլինի ադրբեջանական, թուրքական, չգիտեմ։ Մի խոսքով չեմ ուզում ես այդքան բաների մեջ մտնեմ, ուղղակի այն որ մենք գալու ենք, ինչ որ գումար աշխատենք, մեր հետ ամենակիչը 10-15 ընտանիք աշխատում էին, հիմա մեր նմաններին տարան դեպի սնկացման։ Դա հաստատ։ Այն ինչը որ լսում էինք, այդ հիմա իրականությունը սա եղավ։ Հիմա մենք ահագին գումարներ ենք դրել, որ այդ ապրանքները կան, այդ ապրանքները արդեն չի գա ու հետագա պատվերները, որոնք Հայաստանում ունեն, դրանք էլ չեղարկվեն ու չեն կարա ոչ սպառողին հասցնեն, ոչ պատվիրատուին, ոչ էլ մենք կարող շարունակենք։ Ես ասեմ, եղբայր, մենք ինքնիշխան ենք, Բելգիա արտահանեք ձեր ապրանքը։ Չես ներմուծող է սա։ Ես ներմուծում էր։ Հա։ Բելգիա։ Բելգիայից ներմուծեք։ Էական չի ներմուծում արտանում, բայց ուզում եմ ինչ ասեմ։ Ուզում եմ ասեմ, որ ես իշնա բանը, որ Հայաստանում մարդիկ խոսում են բաներ։ Օրինակ մենք անցած եթերներից մեկում միտեղ բան ենք, սխալ ենք տվել Nvidia-ի ներդրումը 500 միլիարդ ենք ներկայացրել, 500 միլիոն է։ Լավ։ Ուրեմն ի՞նչ է պարզվում, լսի։ Այդ ներդրումը, այդ ընկերությունը ինչի է որոշել Հայաստանում անել, որովհետև Հայաստանում բնակլիմայական պայմաններ կան, A, եւ B, էլեկտրաէներգիան էժան է։ Դրա համար են որոշել, որ այստեղ անեն։ Հիմա հարց. էլեկտրաէներգիան մեր ոնց է որ էժան, որովհետև ունենք ատոմակայան եւ էժան գազ։ Դե այս process-ների արդյունքում փակում ատոմակայան եւ գազը թանկանում, հա։ Nvidia-ի ներդրումը ինչ է լինելու։ Ավելին, այդ ներդրումը 500 միլիոն դոլարի պետք է արվի հայկական բանկային համակարգի ֆինանսավորմամբ, համաֆինանսավորող մեր բանկային համակարգը շուրջ 300 միլիոն դոլար, որը շատ մեծ գումար մեր բանկային համակարգի։ Հիմա հարց. Հայաստանի բանկային համակարգին փողը որ դուց կամ ուր դուց են որ ասում են։ Այս տնտեսական զարգացման արդյունքա, չէ՞։ Այսինքն մարդկանց պետք է գնալ գյուղ այս քարոզարշավի ժամանակ։ Բացատրել որ ժողովուրդ ջան, սիրելի ժողովուրդ, այս մանկապարտեզը որ Նիկոլոսը կառուցել է, այս առևտրաշրջանառության արդյունքն է։ Հիմա այն ինքը ինչ որ անում է, տանելու անա որ փակվելու այս առևտրաշրջանառությունը։ Դուք չեք ունենալու այդ մանկապարտեզը, դուք չեք ունենալու այդ փոսային նորոգումները, ասֆալտը, չգիտեմ, ոչ մի բան։ Զրո է, այսինքն բանկային համակարգը նայ։ Բանկային համակարգին պետությունը սուբսիդավորում է, որ գյուղատնտեսական ապրանքներ աճացնեն մարդիկ, ճիշտ է։ Գյուղատնտեսական ապրանքները որտեղ են վաճառում։ Ռուսաստանում ԵԱՏՄ-ում։ Հիմա ինչ են անում։ Ասում են դուս կգանք, որ դուս գանք ինչ կլինի Կարպից ջան։ Ոչ միայն այդ տնտեսությունները կփլուզվեն եւ սնանկության եզրին կհանգեն, այլ նաեւ
այդ դոմինո էֆեկտով այն բանկերը, որոնք ֆինանսավոր են, դրանք է կփլուզվեն։ Այսինքն սիրելի հայրենակիցներ, ժողովուրդ ջան, դուք այս բաները չգիտեք ախր։ Այս բաները մինչև իմանաք արդեն դրա հետևանքներն եք քաղելու։ Հիմա մենք դրա համար ենք խոսում, որ իմանաք, որ ինչա կատարվում։ Կլինի Նապոլեոնին հիշեմ։ Խնդրեմ։ Նապոլեոնը մեր հյուրն է, էլի, ասենք, մշտական։ Դե Անգլիային ծնկի բերելու համար ինչա նախաձեռնում։ Դե ցամաքային բախում չի լինում։ Դեռ մեծ Իսպանիայում բաները չհաշված ծովում կրվել են, նախաձեռնումը մայր ցամաքային բլոկադա, արգելելով բոլոր երկրներին առևտուր անել Մեծ Բրիտանիայի հետ։ Եվ այդ երկրներին հասնելով մեծագույն վնասներ տնտեսական։ Եվ հիմա Տիզիտում կամ Տիզիտից հետո Ֆրանսիա եւ Ռուսաստանի, Նապոլեոնի եւ Ալեքսանդրի հարաբերությունների փլուզման պատճառը ո՞րն էր, որովհետեւ ռուսները ասում են եղբայր։ Մենք չենք կարող Անգլիայի հետ առևտուր չանենք։ Մենք տնտեսությունը փլուզվում է։ Բնական առևտրային գործընկեր է։ Չի աշխատում քո մարտհամակային բլոկադան։ Հիմա մեզ ուզում են էլի հակառուսաստանյան բլոկադայի մեջ մտցնեն մեր դեպքում։ Մեզ անցած ինքնիշխան առաջարկներ են անում։ Տարեք Եվրոպա, տարեք Ուկրաինա, իրանց հետ առևտուր արեք։ Մենք ինքնիշխան ենք, դիվերսիֆիկացիա արեք։ Եղբայր, մեր տնտեսական ամենաձեռնտու գործընկերը Ռուսաստանն է եւ ԱՊՀ մյուս երկրները։ Չի լինի, կքանդվի մեր տնտեսությունը։ Համաձայն եմ։ Նապոլեոնյան այդ բլոկադան տնտեսական չի աշխատում մեր դեպքում։ Մենք չենք կարող դրան միանանք։ Մեր ապրելու երկու խողովակները Վրաստանի միջոցով Ռուսաստանն է եւ Իրանն է։ Ինչ եք ուզում մեզնից։ Այ ախպեր, ինչ եք ուզում այս տնտեսությունը կորզանակ։ Հիմա լիքը մարդը կարա նայի, ասի, բանը դա չափազանցնում ենք, հիմա Ղարաբաղն էլ էինք չափազանցնում։ Տեսակ ինչ եղավ։ Ես տեսա, որ ինչ-որ միտեղ Օվերչուկը ասել էր, որ եթե Ռուսաստանի փոխվարչապետն էլի Օվերչուկը, որ եթե մենք ԵՄ-ի անդամակցենք կամ այդ process-ի Հայաստան-Ռուսաստան չվերտները կդադարեն։ Որպես օթանավակայան մարդ դիմավորես կամ ճանապարհորդես, չէ՞, ինչ որ տեղ գնաս, տեսնես, չէ՞, ինչ որ, ասենք, Սոչի, շեմ, Սանկտ Պետերբուրգ, դե Մոսկվա, եսի մորը մի 100 չվերտ կա, ինչ որ Մինվոդի, չէ՞, բազմաթիվ քաղաքներ, էլի ասենք։ Նովոսիբիրսկ, չէ՞, լիքը քաղաքներ, թրիշկներ կա։ Ու ասում են, թրիշկները չեն լինի։ Ես տեսա ինչ որ այբտավեն, ասում են Օվերչուկին ասեք։ Թող հմիկվանից փագի։ Եղավ արա, ոսկի։ Այնտեղ դե 3 միլիոն մարդիկ են ապրում, հայեր։ 3 միլիոն, 2 միլիոն ինչքան ենք։ Եվ հարցը առաջանում, էլի կա մետարևտաշրջանառությունը, չէ՞։ Փող է գալի այս երկիր, վերջը, ասենք, տուրիստ է գալիս, Հայաստանի միջոցով գնում է ուրիշ երկրներ, այս պատերազմից հետո դրանից էլ Հայաստանը օգտվում։ Լավ, վերջը ինչ եք ուզում, էլի տղեկ կաղայ, բացատրեք հասկանաք, ասենք ուզում եք Դրիվ կործանեք ամեն ինչ։ Դեք էլի ինչն է։ Բայց թող մի փագի։ Ինչն է նյարդայնացնում, որ էլի սխալ են մեկնաբանում։ Խնդրեմ ասեք։ Նողկալի մանիպուլյացիան։ Այ տեսեք, Ռուսաստանը մեզ սպառնում է։ Եղբայր, դու այդ երկրի համար խնդիրներ ես առաջացնում, վտանգներ ես ստեղծում իր ազգային անվտանգության համար, իրենց մեկնաբանությամբ։ Եթե իր համար խնդիր ես առաջացնում, ուզում ես ինքը քո համար խնդիր չառաջացնի, մի առաջացրի իր համար խնդիր, ինքը չի ասի վիզային ռեժիմ կմտցնեմ, չի ասի չվերթները կչեղարկեմ։ Այդպես բաներ չի ասի տնտեսական պատժամիջոցներ տրանսֆորմատորները տալք։ Ինչի ես գնում մեծ երկրի համար վտանգներ ստեղծում։ Նենց բաներ, որ ինքը փորձի քո դեմ քայլեր ձեռնարկի։ Լսեք հիմա եկեք ընդունենք այն ելակետը, որ Ռուսաստանից կա վտանգ, չէ՞։ Մենք էլ ենք ընդունում, արմտա մետներն էլ թող ընդունեն։ Այո։ Բայց հիմա վտանգը երբ է ավելի կործանարար դառնում, երբ որ Ռուսաստանի այդ դաշնակից են կամ դաշնակցային փաստաթղթեր ունենք, թե թշնամական հարաբերություններ ունենք, երբ է ակնառու վտանգը ավելի։ Տոտական հայտ է դա։ Այսինքն եթե հիմա դուք ասում եք, որ Ռուսաստանը այնպես առնախում երկիր է, բայց առնախում երկրի հետ խիեք մեզ թշնամացնում։ Չէ, նայ։ Այսինքն մենք վախեր ունենք Թուրքիայից, Ադրբեջանից, որ պատերազմը լի կան մեզ կսպանեն։ Դաժան, անողոք, պատերազմ սեպտեմբերին, բան, բայց այ ռուսներին արա ով եք դուք արա բանսած ես կարան հետները խոսան էտա միտքը։ Լսեք, տնտեսական դիվերսիֆիկացիա։ Տրամաբանություն կա դեռ։ Այդ տնտեսական դիվերսիֆիկացիա։ Կներես։ Ասում ռուսամետները ասում սպառնում են
Չէ, ասում են որ ռուսները կպատժեն մեզ եւ պատերազմ կլինի իրանց հետ, կամ տնտեսական կապ չունի, էլի, չէ։ Բա ոնց ասում է մեր դաշնակիցն է ու պատերազմ կանի մեր։ Ուրեմն սուտ եք ասում որ մեր դաշնակիցն է։ Այդ Ինչ դեղ կա այդ մարդկան, ինչ դեղամիջոց կա։ աբսուրդ են տանում իրանք խոսակցությունը, որ այդ խոսակցության մեջ որևէ բովանդակություն։ Բա ասում եք մեր դաշնակիցն է ախպեր։ Հենա Լարսը բանա խնդիրներ ար, բայց այս դաշնակից է ալն։ Դուք դաշնակցի հետ խնդիրներ եք ստեղծում։ Ուզում եմ Միքայել Սրբազանին մեջ բերեմ։ Դուք լավ ընկերը Մի անգամ ասեց, որ թե Միքայել Մելքումյանի եթերում էր ասում, Սրբազան, մենք որպես պետություն լավ ընկեր ունենք, դաշնակից։ Սրբազանը պատասխանեց, ասեց, լավ ընկերն է լավ ընկեր ունենում, եթե մենք լավ ընկեր չենք, լավ ընկեր ո՞նց կանք ունենանք։ Ես Մելքումյանն ասում, ոնց մենք լավ ընկեր չենք, ասում, չէ, մենք լավ ընկեր չենք եղել։ դուք խնդիրը ստեղծում եք, մենք ասում ենք, որ այդ խնդիրը ստեղծեք, խնդրեմը առաջանալու։ Մենք խնդիր ենք ստեղծում, որ հետո հերոսաբար հաղթահարենք, մենք այդ ենք անում։ Այո։ Հետո բանը, խնդիրը լինում է, ասում ենք, բայ Արնախում Ռուսաստանը, Պուտինը, Կրեմլը, բայց հավտանա, բայց խնդիրը չստեղծեք, դա չլներ։ Հիմա Այսինքն խաղաղության պլանը մերժում ես պատերազմալը, հետո ասում ես ես խաղաղություն բերեցի, պատերազմը պարտվեցինք, դրա համար խաղաղություն է եկել։ Այդ էլի այդ փոքր երկրների այդ հիստերիկ բարձրությունն է, որ ասում են իր համար պետք է ամեն ինչ անեն, բայց փոխարենը որ ինքը ինչ-որ մի բան պետքա տա։ Ես ինքն իշխան եմ։ Անցած անգամ ասացի այդ էժան գազ, որ առնում ես, բայց չես հիշում, որ ինքն իշխանն ես։ Այդ ապրանքները, որ սպառում ես ԵԱՏՄ տարածքում, ներմուծում ես անում, արտահանում ես, տենց օգուտներ ես ձեռք բերում։ Հիմա որ Հայաստանի տնտեսությունը բավականին նորմալ վիճակում է, փող է մտնում երկիրը, ամեն ինչը կա, այդ ամեն ինչի շնորհիվ է։ Ինչի շնորհիվ է։ ԵԱՏՄ-ի շնորհիվ է, չէ՞։ Հայտարարություն։ ԵԱՏՄ-ի շնորհիվ չի, պարոն Մարոկյան, այդ ամեն ինչը։ ԵԱՏՄ-ի շնորհիվ է, հիմա հասկացանք, ԵԱՏՄ մտնելուց մենք էլ ենք ասել, որ Պարոն Մարոկյան, կներեք, էլի այդ տնտեսական դիվերսիֆիկացիան տենց մի օրում չի լինում։ Նախ, ամենապարզ խնդիրը մեր համար ընդունելի, ընկալելի ավանդական շուկան ԵԱՏՄ տարածքն է։ Ռուսաստանը առաջին կոնյակի գործարանի լիցենզիան անվավերչան։ Մենք այդ շուկայում մրցակցության մեջ ենք, ունենք հեղինակություն, հայկական արտադրանքը, կոնֆետները, խմիչքը, հայկական ամեն ինչը, դա ինչ որ էզոտերիկ բան է ռուսական շուկայի համար, չէ՞։ Որ ասում են արմյանսկի։ Դե իրան դե հայտնի, մի ասենք Բրենդը։ Դանիացուն, որ ասում ենք Armenian brand-ի բան, ինքը ասում է what։ Եվ դա առաջին հերթին, երկրորդ հերթին լեզվական բարիերը։ Այո, շատ կարևոր է։ Դա գիտեք, հիմա դուք չեք կարող այդ խոպանչիներին, մեր հարգարժան եղբայրներին եւ քույրերին նստեցնեք անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն սովորացնեք։ Մարդիկ բիզնեսմեն են, աշխատում են, ինչ եք ուզում այլ դուք հիվանդ եք։ Բայց լեզվական բարիերը դա լուրջ հարց է։ Կարպիս տպավորություն կար ստեղծի, որ ես ու դու կանաչի ենք արտահանում, ասենք ռուսական շուկաներ կամ չգիտեմ, կանյակի գործարան ունենք, Ժորժան մենք ոչ մի օգուտ չունենք այս խոսակցությունից, բացի այն որ մեր պետությունը ուզում ենք փրկվի այս արհավիրքից։ Այսինքն մենք մարդկանց համար ենք ասում, ժողովրդի, որը գիշեր-ցերեկ աշխատում է, կրտնում է, ինչ որ բաներ է աճեցնում ու արտահանում է, փող աշխատում, բերում է հարկեր ամուսում, որից մանկապարտեզ է կառուցվում, ասֆալտ տարվում, ինչ որ ԿՊԱ-կաններ գլուխ են գովում։ Ես Էսա իմ այս ակտիվ հասարակական գործունեության մեջ այնքան տպավորություններ են միշտ եղել, որ տպավորությունների հետևից ընկնենք, սկզբից ասում են Սորոսական, հետո Նիկոլական, հետո չգիտեմ ինչ խառը, գրանտակեր, ինչ ասես չեն ասել։ Թող ասեն, դե հիմա այդպես եմ մտածում, ոչ մի չեմ արտանում։ Ռուսամետ եք ասում, ասեք ռուսամետ, հարց չկա, ռուսամետ եմ։ Համաձայն եմ, արտահանելու համար չեմ ասում, ուղղակի ես մարդիկ կան նույն ասում, լավ է, Սեդմոնն ու Կարպիսեն չի են, էլի սենց էս։ Ժողովուրդն չենք ուզում ձեր գյուղերում, ձեր համայնքներում աշխատող, ասենք, ֆերմաները, գյուղատնտեսական, ջերմոցային տնտեսությունները կամ հենց նոր այս մարդու ձայնային հաղորդագրությունը լսեցիք, էլի։ Այս մարդիկ դուժվեն։ Սրա մասին է խոսակցում, որը մեր տնտեսության մասին է։ Ես այդ մարդկանց մասին չեմ մտածում։ Ես մտածում եմ, որ Հայաստանը մի քանի տասնամյակ հետո կարող է չլինի։ Կամ բովանդակա զուրկ ինչ որ մի բան լինի, անցած անգամ ասեցի, այստեղ, եթե այս տնտեսական վնասները լինեն, 1 միլիոնի չափ մարդ է մնալու։ Եվ այդ 1 միլիոնի չափ մարդը ոչ մի արժեք չի ստեղծելու, ոչ մի բան չի արտադրելու, եւ լինելու է սպասարկող պուճուրիկ ինչ որ մատ պարազիտ հասարակություն, կոֆե դնող եւ դալնաբոշիկների համար, որոնք ամենայն հավանականությամբ թուրքական են, թուրքեր են լինելու, կատլետ ժարի տանող։ Կատլետ։
Այսինքն մեր Հայաստանի Հանրապետությունը կբովանդակազրկվի, եթե այս բոլոր հարվածները հասվեն։ Գազ, ատոմակայան, տնտեսություն, առևտուր, եթե այս ամենը կտրում ես, ուն գնում ես այդ կեղծ եվրոպական վսեմաշուկ տերմինների հետևից, տնտեսության դիվերսիֆիկացիա, ինքնիշխանություն, չգիտեմ ինչ, կկործանես ամեն ինչ։ Կարծես բայց նաև լիքը մարդիկ կան, որ տենց են գծի մեջ են, որ արա բացի առևտուր անենք, արա առևտուր անենք, բան ինչ որ տենց մենք ապրել ենք թուրքերի հետ, լավ էլ եղել ենք, բան դու ասենք ես չգիտեմ դες դրվագ էլի, որ մենք դες շատ լավ ապրել ենք թուրքերի հետ, ինչ որ առևտուր բան, տենց ասենք Լսեք, խորթային միությունը մի խառնեք այսօրվա Հայաստանի։ Թուրքերի հետ հիմա էլ են անում առևտուր։ Կանենք էլի կանենք առևտուր, հիմա այդ չտեսներ, ինչ եք ուզում։ Իսկ ինչ ունենք ծախելու մի հատ էլ ասա։ Ոչ մի Ինչ եք բան։ ծախելու էլ, ինչ եք արտադրում, ասենք, որ մրցունակա Թուրքիայի համար։ Ձեր որ ապրանքն եք Թուրքիայում վաճառելու, որ այսօր Ռուսաստանում եք վաճառում։ Մեկի անունը տվեք, գրեք կոմենտները։ Մի հատի անունը գրեք, ասեք ես ինչ բան է։ Ես ասեմ, այդ նույնիսկ Ադրբեջանը փայլաթի թեղ ա ուզում մեզանից առնի, իմացել ես, փայլաթի թեղ։ այսինքն ռուսական ամեն մի բուտկան էս երկրում ներկայացնում է որպես ինքնիշխանության կորուստ, ադրբեջանական փայլաթի թեղը որպես Չէ, մեզանից են առնի փայլաթի։ փայլաթի թեղը որպես Հայաստանից փայլաթի թեղ առնել է ադրբեջանցիների կողմից ներկայացնում է որպես դիվանագիտական հաղթանակ։ Գժանոց է։ Մեկ կենտրոնից կախված լինել ասում անկախություն չի, պետք է բազմաթիվ կենտրոններից կախված լինես, այդ անկախությունն է։ Նիկոլ Փաշինյանի վերջին բանն է, հարացած հզոր մտքերից է։ Այդ թեզը առաջին անգամ ասել է Արմեն Գրիգորյանը, ինձ եմ լսել։ Բայց մենք երբ ենք մի կետից կախված։ Այդ է ուզում ասել, երբ ենք մի կենտրոնից կախված եղել, ասենք։ Այս հիվանդագին էս հակառուսականությունը, այս հակառուսական աղանդը երկրի ներսից քայքայում է։ Հիմա այս հակառուսական աղանդը ագրեսիվ եւ հիստերիկ դառել է հակաիրանյան։ Իրանով սկսեցինք։ Այո։ Ասենք, բայ այդ մարդասպան այաթոլաների ռեժիմը 30000 մարդ սպանեցին, այդ մեկը ասել 30000 թիվը որտից եք վերցրել։ Այդպես միտե կարդում են, խոսում են, էլի։ Միտե կարդում են, խոսում են, էլի։ Բայց այդ նույն մարդիկ, ասենք, Գազայի այդ հազարավոր զոհված երեխաների մասին բան ասել են։ Այսինքն նա էլի բան է, ինչ որ չկա ոչ մի հարցում ստանդարտ, օբյեկտիվություն, Հռոմի ստատուտի բան, ասա խախտել, Հռոմի ստատուտը վավերացրել ենք։ Ինչ կա Հռոմի ստատուտի գործերից։ Ինչ կա, այն որ քչերցերեք գոռում էին Հռոմի ստատուտը, ինչ կա Հռոմի ստատուտի գործերից, ինչ կա։ Այս նույն բաներն են, որ գալի գնում են, տենց մոռացվում են, մարդիկ չեն հիշում ով ինչա լոբինգ արի, արի, եփ արի, ինչեր ուզում դրանով հապացուցի, տենց ու մենք տենց բան ենք գնում, էլի հյուծվելով գնում ենք։ Ես ասեմ, դուք, ես կարծում կհամաձայնվեք, որ եթե ձեզ ներառեմ։ Մի կողմ դնելով թե ինչ շպիտակներ են մեզ կպցնում եւ ինչ շպիտակներ են կպցնելու, ջերմեռանդորեն մեր քաղաքական լոզունգներում եւ վերլուծություններում եւ նաեւ պրակտիկայում պաշտպանելու ենք հայ-ռուսական հարաբերությունները, որ դրանք չփլուզվեն եւ այդ փլուզումը չհանգեցնի մեր երկրի ներսում փլուզման, պաշտպանելու ենք հայ-իրանյան հարաբերությունները, որոնք նույնպես հիմա վտանգված են։ Ու այդ յետ տրիփյան զարգացումները, չեմ ասում տրիփ, յետ տրիփյան զարգացումները խնդիրներ են առաջացրել արդեն ռիսկեր։ Այդ ռիսկերը կարող են դառնալ լուրջ հողի վրա գոյություն ունեցող խնդիրների։ Ու կարծում եմ, որ մենք պետքա առնվազն այս խնդիրների մասին խոսենք եւ հանդես գանք նաեւ ջատագովությամբ, որ այդ հարաբերությունները չտուժեն, որովհետեւ այստեղ ռուսներին կամ իրանցիներին սիրելու հարցը չէ, էլի, այլ պետության շահերը, մեր պետության շահերը առաջ մղելու եւ հայ-ռուսական հարաբերությունները ավանդական հարաբերությունները, լավ թե վատ հարաբերությունները, որոնք տեսել են ստալինիզմ, որոնք տեսել են ռեպրեսիաներ, որոնք տեսել են շատ լավ բաներ, շատ դրական բաներ, խայտաբղետ են այս հարաբերությունները, բայց այդ հարաբերությունները նաև պետք են, շատ են պետք մեր երկրին։ Ոստեղ հենց այդ պահպանողականության, այդ կոնսերվատիզմի դիրքերից պետք է հանդես գանք։ Ու հասկանանք, որ այդ հարաբերությունները մեզ պետք են։ Ես կարծում եմ, որ մեր հերոստատիտողը, որ մեզ նայում է, էլի կարծես մեծ հաշվով, մեզ շատ լավ հասկանում են, շատ եմ նամակներ ստանում, որ նաև ինչի է քիչ մարդ նայում, չգիտեմ, 20000 են նայում, բայց գոնե 200,000 նայեն, բան, ժողովուրդ ջան, հիմա էս է վիճակը, ուրեմն հասկացված ենք 20000-ի կամ 30000-ի կամ 50000-ի համար,
Եվ մեր ջանքը չենք խնայել եւ շարունակելու ենք ներդնել, որ մենք լինենք հասկացված ավելի մեծ թվով մարդկանց համար։ Դանում մենք ունենք, կարծում եմ, ձեր աջակցության կարիքը, որ դուք տարածեք, մեկնաբանեք, բացատրեք։ Տեսնում ենք, որ նաև կտորներ են տարածվում մեր ոդքասթներից։ Ողջունում ենք այդ տարածողներին։ Ինչքան կարաք կտրտեք, տարածեք, բազմապատկեք այն էֆեկտը, որը որ կա, որովհետև շաբաթական 1 ժամ 45 րոպե 50 րոպեանոց հաղորդում է սա, ես առանձին լայվեր ունենք ես էլ կարպիսն էլ, բայց մեկը քիչ է եւ մեկը պետքա մարդկանց հետ ուղիղ մարդկային զրույցը շարունակել վարել եւ տեղ հասցնել մի բան ասեմ Պարմարոկյան, ես ասեմ եւ մոտենում ենք ավարտի։ Այո, մոտեցել ենք։ Ռուսկի միրի հետ կապված եմ ուզում մի բան ասել եւ իմ մոտեցումների, ես վերջերս Հարգարժան Տիգրան Խզմալյանի հետ էինք հարցազրույց անում եւ փոքրիկ բանավեճ սկսվեց եւ ես նրան այսպեսի մի հատ մահացու մեղադրանք ներկայացրեցի, ամենայն հարգանքով եմ ասում հեգնանք չկա, պարոն Խզմալյանը հանկարծ չնեղանա, բանավեճ ա դե։ Չի նեղանա, լավ դե դու էլ հա։ Լայնախոհ մարդ է, հա։ Չի նեղանա։ Ասում դուք քննադատելով հանդերձ ռուսկի միրի ռուսական աշխարհի մի մասն եք։ Դիալեկտիկայի օրենքով։ Այո։ Այսինքն Մարդիկ չհասկացան ինչ նկատի ունես։ Ասա բացի։ Այսինքն եթե ինչ-որ մի բան քննադատում ես պուտինիզմը, դատապարտում ես պուտինիզմի ռեպրեսիաները, պուտինիզմի ագրեսիան, քեզ այդ համակարգի մի մասն ես դիտարկում։ Այո։ Օրինակ ես ինձ այդ համակարգի մաս չեմ դիտարկում։ Ես ծնվել եմ 1991 թվականին անկախ Հայաստանում ռուսերեն վատ եմ խոսում։ Ռուսական աշխարհը շատ քիչ եմ առնչվել։ Եվ իմ համար մեկ է Պուտինը։ Իրանց համար մեջ։ Որտեվ իրանց գործունեությամբ գիտեք ոչինչով չեն տարբերվում Նեմցովից, Նավալնուց, որտեղ Պուտինի մասին խոսում են նույն հռետորաբանությամբ, ինչ որ Ռուսաստանի։ Այսինքն Խզմալյանը իրան համարում է ՌԴ քաղաքացի։ Հա, ոնց որ ՌԴ քաղաքացին։ ՌԴ ընդդիմադիր։ Նեմցովը, Նևզորովը կամ Նավալին ոնց կքննադատեն Պուտինին, նույն բառերով են խոսում։ Այսինքն իրանք ոչ թե ընդդիմադիր են Հայաստանում այսօրվա իշխանությանը, այլ Ռուսաստանի ընդդիմադիրները просто ստեղ են ապրում։ Տեսեք, հիմա իշքանը մենք քննադատենք։ Կամ դուք ինչ կապ ունեք մեր հետ, դուք ինչ կապ ունեք մեր հետ։ Էդ եմ ասում։ Ես հիմա ինչ եմ տենց հանգիստ խոսում, չէ՞։ Այո։ Հայ-ռուսական հարաբերությունների, Դաշինքի զարգացման բանի մասին, որովհետև ես չեզոք եմ, ես այդ աշխարհի մի մասնիկը չեմ։ Ես հայաստանցի եմ, քյարթու, բանգլադեշցի եմ, ռուսկի միրի հետ կապ չունեմ։ Իսկ իրանք բոլորը Խզմալյանը նաև ռուսերեն է մտածում, ռուսերեն խոսում։ Իրանք ոնց որ սովետական այլախոհներ լինեն։ Հա։ Ոչ թե ոնց որ ես տեսեք։ Սովետական ուղղակի սովետը չկա։ Կա Հայաստան։ Դեռ Ռուսաստանն էլ սովետը չի, ոսկի։ Սովետական այլախոհներ, որոնք հիմա ռուսաստանցի ինդիմադիրներ են դարել ու ապրում են Հայաստանում։ Այ ախպեր գնացեք Ռուսաստանի քաղաքացի դարձեք, պուտինիզմը դատապարտեք։ Ինչ եք ուզում ես խեղճ ու կրակ փոքր երկրից, գազը ուզում եք սարքեք $600, հետո ասեք տեսակ Արնախում Պուտինը։ Որ ասում էինք դրանք վատն են։ Մենք ասում էինք դրանք վատն են, մենք չէի լսում ես։ Տեսեք, չի կարելի։ Ասում է հերս որ վախտին ասում էր չէի լսում, ասում է ինչ էր ասում, ասում է դե չէի լսում։ Այդ կան։ Այս վերջերս Աննա Գրիգորյանը այդ գիրքը գովազդում էր, մատ ֆին պատմաբան էր եկել Հայաստան, որը ունի մատ արժեքավոր աշխատություն Ֆինլանդիայի պատմության մասին, Հենրիխ Մեյնայնդեր։ Եթե չթլոշեմ կարող սխալ ասացի, իդեպ ես այդ պատմաբանից հարցազրույց հաջողացրեցի վերցնել։ Ես հիշում եմ, Ահա։ Եվ այդ Ֆինլանդիայի պատմության այդ իր գրքում ինքը շատ հետաքրքիր ձևով ներկայացնում է, թե Ֆինլանդիան ինչ զողողությունների եւ ինչ զիջումների է գնացել, որպեսզի երկիրը խուսափի մի կողմից Հիտլերի, մյուս կողմից Ստալինի շատ լավ, ուղղակի դու պիտի ներխուժումից մի ուղերձ ունենաս մեր այդ մարդկանց։ Դուք ֆին չեք։ Եվ Հայաստանն Ֆինլանդիա չի։ Եկեք այդ գրքում ինչ օրինակ կա։ Ուրիշ աշխարհագրություն է։ Ֆինական հասարակությունը ինչ որ պահի հանդուրժեց, որ երկրի վարչապետը KGB-ի գործակալ։ Հասկացա, բայց ինչ անգամ որ մենք պիտի հանդուրժենք, որ KGB-ի գործակալ լինի մեր վարչապետը։ Չէ, ֆինական հասարակության մեջ մենք ասենք դուք ֆին չեք, եւ սա Ֆինլանդիան չի։ Այաթոլաները իրանց հարևանը չեն, եղբայր։ Չեն, էլի չեն։ Եվ մենք չունենք այդպեսի սպառնալիք, որ մի կողմից Հիտլեր լինի, մյուս կողմից Ստալին։ Ոնց որ թե այն մի կողմը Պուտինը լավ է վերաբերվում է, արա ինչ եք ուզում։ Չէ, անպայման ճշտամասնենք պատերազմ լինի մի հատ։ Պետք է մենք մեր օպերատորներն ասում են, որ այդ Ֆինլանդիայի պատմության գիրքը, հա, գովազդեցիք, Աննա Ակոպյանը գովազդել, բայց մենք կարդացեք, տեսեք ինչերի միջով են անցել, որ այդ Ֆինլանդիան հիմա կա։ Ապա եմել մարդիկ են լինում, ասում են այո մենք պատրաստ ենք դրա միջով անցնենք, ինչ է ուզում կարպիս։ Որ անցնենք կարող մենք է դառնանք Ֆինլանդիա։
մի բզբզա։ Մեկը շատ տեղերում չեն գտնելու հասկացվածություն, հասկացված չեն լինելու։ Բայց ես չեմ ձգտում, որ մենք հասկացվենք, ով մեզ պետք է Չէ, ասացնա որ դրա հակապաստակ անդադար լինելու է։ Ես մարդ եմ տեսել, ասում թող գազը սարքեն $600։ Հա, ախպեր, թող սարքեն։ Բա դա ասում հա։ Մեսու լավ։ Եղբայր։ Լավ ախպեր, լավ հա։ Բրյուսելում Քուչա։ գազը այդքան է, գնա Բրյուսելում ապրի այդքան գազի վարձ Դե լեզու չգիտի։ Ինչ ես ուզում ես մեր եկիրը թորոմի։ Լև Գարեջուր է, կարոտեցի Բրյուսելյան։ Ձերի հայրենակիցներ, մեր հաղորդումը անդադար փորձում ենք փակենք, չի փակվում, նոր ենք բացվել, բայց պետքա փակենք եւ մեր ուղերձը մնում է նույնն է։ Լայքեք, մեկնաբանություն թողեք եւ տարածեք Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։